Արմնուր լրատվականի հետ զրույցում Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության Զորամասի հարակից տարածքից դաժան ծեծի ենթարկված 24-ամյա ավետիք մի հարազատները հայտնեցին, որ միջադեպից անցել է մի քանի օր ու մինչ այս պահը չեն հայտնաբերել այն անձանց, որոնք դաժան ծեծի են ենթարկել իրենց զինվորին։ Հարազատները նշեցին, որ ծեծի ենթարկված զինվորին դեռ չեն տեսել, բայց ասում են աչքերն են լուրջ վնասված։ Մենք չենք տեսել երեխային, դեռ որևէ բան չեն կարող հստակ ասել։ ՊՆ-ից հրաժարվեցին մեկնաբանել, նշելով, որ անձնական տվյալ է, ավելին չի բացառվում, որ դաժան ծեծի ենթարկված զինվորի աչքը հեռացնեն։ Ստեղծված իրավիճակի մասով անգամ կապ հաստատեցինք զինվորական հոսպիտալ, զրուցեցինք Գեղամ Ազիզյանի հետ, սակայն հոսպիտալի պետ Գեղամ Ազիզյանը հրաժարվեց մեկնաբանել, ուղղորդելով Պաշտպանության նախարարություն։ Փետրվարի 5-ին էր դեպքը տեղի ունեցել Երևանում ժամը 20:30-ի սահմաններում Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության Զորամասի հարակից տարածքից դաժան ծեծի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում Մուրացանի զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել մի քաղաքացի։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ անգիտակից վիճակում է եղել զինվորը։ Ռազմական ոստիկանության ծառայողները պարզել են, որ հոսպիտալ տեղափոխվածը ծառայում է Նուբարաշենի Զորամասում որպես պայմանագրային զինծառայող եւ նրան խմբակային դաժան ծեծի են ենթարկել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով նա ծանր վնասվածք է ստացել նաեւ դեմքի, այդ թվում աչքերի հատվածում։ Նա Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ավետիք Մ-ն է։ Փաստացի, ինչպես հարազատներն են նշում, այս պահի դրությամբ խմբակային ծեծ իրականացնողները դեռ հայտնաբերված չեն։ Ովքեր են նրանք, կհետևենք քննության ընթացքին։